Բարի ողջույն Դավիթ ջան։ Ողջույն ներես։ Այս տարվա առաջին հանդիպումն է մեր, որը սկսում ենք սիրով նորից մեր հերթական հանդիպումների շարքը, ինչը միտված է ինքնաճանաչմանը։ Շնորհակալ եմ կրկին հյուրընկալվելու համար եւ թող նորից շնորհավոր լինի մեր Արմանորը։ Ուրախ տարի բոլորիս։ Թող շնորհավոր լինի, նորից ողջունում եմ, թող լուսավոր խաղաղության տարի լինի ողջ աշխարհի համար, մաղթում եմ, որ արթնության տարի լինի, մարդու տեսակը գոնե մի փոքր արթնանա, Սևակ ջան, մաղթում եմ, որ մարդկանց մեջ սերը մի քիչ սկսի բուն դնել ու սիրո գաղափարը դառնա առաջնորդ ու փորձենք մի փոքր սիրել այս կյանքը։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, եւ հենց խոսենք, ինչպես դու ասացիր, ինչ է արթնանալը, ինչ է առհասարակ արթնացումը, ինչպես կարելի է դա հասկանալ, այսօրվա մարդը ինչպես հասկանա, որ ինքը արթնացած է, եւ արթնության տարբեր շերտեր նաեւ գոյություն ունեն, կան նաեւ մարդիկ, ովքեր արթնացել են, բայց դեռ չեն գլխի ընկել, որ արթնացել են։ Կան կիսաարթուններ, կան մարդիկ, ովքեր արթնացել են, բայց դեռ չգիտեն, որ ուղղությամբ են գնում, ում հետևից են գնում։ Արթնությունը ինքը լայն հասկացողություն է ու առհասարակ դրան գումարած ինչ է կյանքը, որ հիմա մարդը պետք է սիրի կյանքը կամ պետք է հասկանա կյանքը, ինչ է կյանքը առհասարակ ինքն իրենով։ Հենց այսօրվա շրջանակներում նաև մի փոքր կցանկանամ, որ զրուցենք դրա շուրջ, եթե դեմ չես։ Արթնություն, կյանք եւ իմաստ։ Այսինքն, որ չմաղթեի արթնություն, երևի այդ մասին չէինք խոսալու, հիմա դա առիթ դարձավ մեր խոսալու համար։ Պատահական ոչինչ չի լինում, ուրեմն հարարիչը կամատեսնում, որ մենք խոսենք հենց դրա մասին, կարծում եմ մեր դիտորդները եւս կցանկանան ավելի խորությամբ դա ըմբռնել։ Ինչ ասել, ինչ վերաբերում է արթնության գաղափարին, արթնացած մարդը իր արթնությունը սկսում է զգալ այն ժամանակ, երբ որ սկսում է իր մեջ տեսնել կյանքի ամեն մի մասնիկը իր տեղում եւ շատ կարեւոր դեր է սկսում խաղալ իր կյանքում հավասարակշռությունը։ Ըստ իս կարծում եմ, որ դա արդեն արթնության սկզբնական քայլերից մեկն է։ Արթուն մարդը սկսում է հասկանալ, որ դեռ շատ բան ունի վերցնելու եւ սովորելու, քանի այս աշխարհում է գտնվում։ Եվ ընդհանրապես արթուն մարդը ինքը իր մասին չի ասում, որ ինքը արթնացել է եւ վերջ։ Քանզի ինքը ամեն րոպե, ամեն վայրկյան վերցնելու, սովորելու, ճանաչելու բան ունի, որովհետեւ հավերժությունը կամ տիեզերական հավերժ պտույտը, որ գոյություն ունի, հավերժական լույսը կամ արարչական էներգիան, ոնց կուզենք տեսնել, ինքը ամեն վայրկյան, ամեն միլիվայրկյան շարժման մեջ է։ Ինքը երբեք կանգնած վիճակում չի լինում։ Եվ նույն արթուն մարդն էլ որպես իր մի մասնիկ, նույն անընդմեջ շարժման ընթացքի մեջ պիտի լինի։ Ինչ է նշանակում արթնություն։ Հիմա շատերին է թվում, թե իրենք արթնացել են, վերցնելով մի փոքրիկ ինչ-որ գաղափարախոսություն, ֆիքսված մնալով այդ գաղափարախոսության դաշտում, իրենց թվում է, թե ճանաչեցին եւ վերջ։ Սակայն դա մի հետաքրքիր ու քաղցր երազի էֆեկտ ունի, որը շատ ոգևորիչ ու գայթակղիչ երևի ընթացք է խոստանում, ոչ ավելին։ Մի բան, որի շնորհիվ կարելի է գլուխ գովալ ու բարձրացնել սեփական էգոյի դաշտը։ Ինչ վերաբերում է ոնց զգան մարդիկ արթուն են, թե չէ, ամեն մարդ թող իր ներսում զգա, ինքը ինչքանով է արթնացել։ Այնպես որ կոչ անել արթնության, դա ներքին ցանկություն է, որ մարդիկ գոնե մի փոքր թմբիրի միջից դուրս գան եւ սկսեն գնահատել դիմացինի
ցանկացած քայլ, թեկուզ եւ ոչ ընդունելի քայլ, որովհետեւ դա էլ պատահական չի լինում։ Այս դիեզերքում ոչինչ պատահական չի լինում։ Այդ գիտակցությունը, եթե մենք ունենանք, դա բավականին առաջընթաց քայլ կարա լինի դեպի արթնության ճանապարհ։ Դա է իմ մաղթանքը, դրա մաղթում այդ արթնության գաղափարը ունենան մարդիկ իրենց ձգտումը գոնե ունենան իրենց մեջ։ Ինչ վերաբերվում է ինքնաճանաչման դաշտին, ինքնաճանաչման գնալու ճանապարհը տեղի է սկսում ունենալ հենց այն ժամանակ, այդ մարդ ձգտում ունի գոնե այդ արթնության, ոչ թե արթուն վիճակում, այլ գոնե ձգտում է դեպի արթնության։ Դա նման է այն առավոտյան քնած վիճակին, երբ որ ներսով դու ուզում ես արթնանալ, բայց մարմինը դեռ ուզում է քնի թմբիրի մեջ մնալ։ Դու արթուն ես իրականում կամ ուզում ես արթնանալ, գիտես կուշանաս աշխատանքից, դասից, բայց մարմինը դեռ ուզում է քնած մնալ։ Մեծ մասը մարդկանց այդ վիճակում են գտնվում, բայց իրանց թվում է, թե իրանք արթուն են։ Նույն օրինակով, երբ տան անդամները ասում են արթնացի, դու կիսաքնած վիճակում ասում ես ես արդեն արթնացել եմ, բայց մնում ես տեղաշորի մեջ։ Մենք այդ վիճակում ենք գտնվում մեծ մասս։ Դա դեռ արթնություն չի, որովհետև դու դեռ թմբիրի մեջ ես, մարմինը դեռ թմբիրի մեջ է եւ դեռ չես սկսել մտնել լիարժեք օրվա թողբոհի մեջ, բայց ասում ենք, որ մենք արթուն ենք։ Ամեն մարդ թող ինքն իրենով որոշի, իրականում ինքը արթուն է, թե ոչ։ Տեղաշորից վեր կենալուց եւ ոտքի կանգնելուց հետո է սկսում ինքնաճանաչման ճանապարհը։ Գնալ դեպի ներս, ճանաչել ով ես դու։ Այս աշխարհի վրա ինչու ես դու այս տարածաշրջանում կամ որպես մարդ ճանաչես ինքդ քեզ, եւ դա է հենց մեր ընթանալիք ճանապարհի հիմքում ընկած, որի համար շատ տարբեր գործիքներ կան, բայց այդ մասին հետո կխոսենք, մի փոքր ասեցի այդ արթնության գաղափարի հետ կապված, բայց կարծում դա բավարար է։ Այ, շնորհակալ եմ Դավիթ ջան, ի վերջո ամեն մեկը յուրով է արթնանում, իհարկե շնորհակալ եմ, համաձայն եմ քեզ հետ, եւ մի փոքր էլ հենց ինքը կյանքը ինքն իրենով ինչ է։ Ինչի համար է տրվել մարդուն կյանքը։ Ինչ գործ ունենք մենք այստեղ։ Առհասարակ ինչի ենք մենք եկել եւ ուզում արթնանալ։ Միթե հոգին, որ այնտեղից եկել եւ ընտրել այս ֆիզիկական մարմինը, նրան պետք էր այստեղ արթնանալու համար։ Միթե հոգին արթուն չէր։ Իրեն ինչին էր պետք այս ֆիզիկական մարմինը եւ ինչ գործ ունի նա այստեղ։ Այս ձևաչափի մեջ այդ մասին չեմ գերադասում խոսել, բայց ընդհանրապես մի փոքրիկ բան կարող եմ ասել, որ ոչինչ պատահական չի լինում, եթե կարիք չլիներ, մենք ստեղ չէինք լինի, դա դիեզերական ոնց որ ասված որոշումների կամ գործերի մի մաս է, եւ այս ձևաչափի մեջ հանրության առաջ ուղղակի այտենց խոսելու կողմնակից չեմ։ Ուղղակի խնդիրը ինչու՞մ է, որ պետք է գիտակցենք, մեր ստեղ լինելը շատ կարևոր է եւ դրա հետ մի բան, որ հոգին երբեք քնած չի լինում, որովհետեւ հոգին հանգստի կարիք չունի, ինչպես Հիսուսն է ասում, իմ հայրը մինչ օրս գործում է բաղորդին ինչ պետք է անի, այլ հանգստի կարիք ունի մարմինը, որը ամբողջ մեր ներսի աշխարհը այդ թմբիրի եւ քնած վիճակի մեջ է պահում, որտեղ ինքը հանգստի կարիք ունի անընդհատ։ Ինչպես ինքը Տակարանյան աստվածությունը 7-րդ օրը հանգստի կարիք է զգում եւ գնում է հանգստանալու, որն էլ ցույց է տալիս, որ ինքը նյութի դաշտի ստեղծող աստվածությունն է։ Եվ մենք մեր մարմինը ավելի շուտ իր պատկերով ստեղծված։ Դա էլ պատճառն է, որ մենք կարիք ենք զգում թմբիրի մեջ լինելու եւ քնելու։ Իսկ հոգին ինքը քանզի արարչականի պատկերն է կրում, ինքը հավերժական շարժման մեջ է, հավերժական արթնության մեջ է եւ այն գաղափարը, որ արդյոք հոգին արթուն է թե չէ, հոգի կոչված գաղափարը կամ այդ էներգիան միշտ արթուն է
իր համար թմբիրի մեջ լինել մի քիչ խորտ գաղափարը։ Այսքանով սահմանափակ եմ այս հարցի շուրջ խոսել։ Շնորհակալ եմ եւ հենց կցանկանայի նաեւ մի փոքր խոսենք թե էպոսը եւ հեքիաթը ինչը անմիջական կապ ունեն արթնության հետ, ինչ են սովորեցնում, ինչ են հուշում, ինչ են ցույց տալիս եւ արդյոք դրանք վախեր են, թե ընդհակառակը նա այն քեզ օգնում որ դու վախերից ազատվես եւ ինչպես դու նշեցիր, սիրես կյանքը, սիրես իր ամբողջ էությամբ եւ ամբողջանաս հենց քո բարձրագույն եսի հետ, քո արարչի հետ, որտեվ թյուր մտայնություն կա, որ հեքիաթները իրենք կեղծիք են եւ միֆոլոգիա, որտեվ ասում են հեքիաթ մի պատմիր, եթե մեկը մի բան է խոսում, հեքիաթները այսպես որակազրկվել են իրանց իմաստի մեջ, առհասարակ ինչու է պահպանվել հեքիաթը եւ որտեղից այդ հասկացողությունը, որ հեքիաթը պետք է կեղծիք լինի։ Ես վստահ եմ, որ մեր մեծերը եւ շատ մեծեր, մեծամեծներ իրենք պատահական բաներ չեն գրել, այլ հենց այդ արթնացածներն են եղել, որոնք փոխանցել են գրչին խոսքը, որպիսի հետագա սերունդները եւս հասկանան ինչի հետ գործ ունեն։ Առաջվան այդ գիտելիքների հետ եւ դա որոշակի օգնող խթանիչ միջոց հանդիսանա իրենց ճանապարհը գնալու։ Այդ ինչ ես կարծում Դավիթ ջան, ինչ է էպոսը, ինչ է հեքիաթը եւ որքանով է այն կապված արթնության հետ եւ ազատագրման հետ։ Շատ կարևոր թեմա բարձրացրեցիր, շնորհակալ եմ, սիրով կխոսեմ մի փոքր այդ մասին, որովհետև երևի մյուս հանդիպումներից ծանոթ կլինի մեր հետևորդները, որ ինքս հենց այդ ուղղության կրող եմ, ավելի շատ սիրում եմ այդ դաշտի միջոցով ինքնաճանաչման ճանապարհ ընթանալ, օգտագործելով այդ գաղափարներն ու գործիքները, բայց սկսենք էպոսից։ Լավ, որովհետև քո հարցից հետո մտածեցի, որ կարելի է մի փոքր բոլորի կողմից ճանաչված ինչ-որ հեքիաթի շուրջ մի փոքր խոսել, օրինակ բերելու ավելի ընկալելի դարձնելու համար։ Ինչ վերաբերվում է էպոս գաղափարին, նյութական այս դաշտը, նյութական այս աշխարհը ունի շատ հետաքրքիր գործիքներ, ոնց որ բանկերում կամ շատ պահոստներում են թաքնվում գանձեր, ադամանդներ, ոսկեղեն, երկրի այդ ամբողջ գանձեղենը, բայց դա անմիջապես չի երևում, բայց բոլորս գիտենք, որ այնտեղ է թաքնված, եւ պատկերացրու, եթե այդ գաղափարը մեր մոտ չլիներ, որ այնտեղ գանձեր կան, դրանք ընդհանրապես այդ բանկերի կողքից անցնելուց մեր համար ընդհանրապես շենքի մի տեսակ է լինել, մի շինության տեսակ է լինել, ոչ ավելին։ Չէ՞։ Ոնց որ մեր Հայաստանում լինելով այս տարածաշրջանը շատ պատմական տարածաշրջան, շատ զարմանում ենք, երբ որ ինչ որ իմանում ենք մի հողագործ իր հողը փորելու ժամանակ, մշակելու ժամանակ կարասով կամ ոսկի կամ ինչ որ կճուճով մեջելի գանձեր կամ ոսկի է գտած լինում կամ ընդհանրապես կարասների կտոր տանք են դուրս գալիս եւ այլն, այսինքն պատմական նմուշներ, որը գտնելուց հետո դա դառնում է պատմական տարածություն, սկսում են պեղումներ անել, գանձերը հանել, նույնիսկ շատ անգամ պետությունը կարող է այդ տարածքը վերցնի, որպես պատմամշակութային տարածք, չէ՞։ Այս օրինակները չեմ բերում, որովհետև էպոսները, հեքիաթները նույն գաղափարն են կրում։ Իրանք ընդհանրապես առաջին հայացքից պատմություն են մեր բոլորիս համար եւ շատ դեպքերում հորինված, որովհետև մենք չենք տեսնում ներսի գանձերը եւ իրանք ընդհանրապես հորինված շինության գաղափար ունեն մեր մոտ։ Դրա համար կարող ենք իրենց քարկոծել, ասել հորինվածքներ են, սուտ գաղափարներ են եւ այլն։ Բայց դեռ միշտ դա էլի գանք էպոսի գաղափարին, հետաքրքրական նա է, որ ամբողջ կրոնների դաշտը ապավինում են կոնկրետ էպոսի, որն է հերյական էպոսը, Նոյան տապանի ջրեղեղի հայտնի պատմությունից հետո ամբողջովին սեմական ցեղի, սեմի ցեղի պատմությունն է մինչ նոր կտակարան, ընդունում եմ նոր կտակարանը չխառնել հին կտակարանի պատմությունների հետ,
որովհետև շատ առանձին գաղափարախոսություններ են, եւ դա հերական էպոսն է։ Ուղղակի մենք բոլորս գիտենք իրեն որպես աստվածաշունչ, որովհետև Մեսրոպ Մաշտոցը թարգմանել որպես աստվածաշունչ։ Էպոս գաղափարը դա նշանակում է էպիկական պատմությունները տվյալ ազգի ծննդյան, այսինքն տվյալ ազգի առաջացումը, երբ որ եղել է համապատասխան ժամանակաշրջանում, հազարամյակում, տիեզերական ինչ փոփոխություններ են եղել, սկսած աստղերի դիրքերից, վերջացրած տվյալ ժամանակի իրադարձություններ, ինչ որ եղել են, այդ ամենի հիման վրա բոլոր իրադարձությունները որոշակի պատմական կերպարների վերածված փոխանցվել են մեզ։ Ինչի համար են կերպարների վերածվել, որովհետև ընկալելի չէր լինի հակառակ դեպքում այն մարդկանց համար, ում որ փոխանցվելու էր։ Օրինակ, Սասնա ծռերի օրինակը բերեմ, Մեհերը, Դավիթը, Սանասարը, Բաղդասարը, մեր բոլոր հերոսները, դրանք աստվածային էակներ են, աստվածային ծնունդների մասին է խոսքը, իրանց ընթանալիք այդ էպոխաների կամ հազարամյակների փոփոխությունների մասին է խոսքը եւ այդ ամենի հիմքում նաեւ դրված է հայ տեսակի ծնունդն ու առաջընթացի գաղափարը։ Դրա համար ստացել ենք մենք այդ պատմության տեսքով, այդ պատմության մեջ ունենք կոնկրետ կերպարներ, իրենց անունները, որպեսզի ավելի պատկերացումով, պատկերային տեսքով տեսնենք այդ ամենը եւ ընկալենք, որտեղ սովորական մարդկանացուներին դժվար է տիեզերական ամբողջ անցուդարձը ինչ որ բառերի վերածած պատմել եւ նկարագրել։ Նույն Հիսուսի խոսքով օրինակ բերեմ, երբ որ ասում են ինչու ես առակներով ու հեքիաթներով խոսում մեր հետ, ասում է դուք դեռ առակներն ու հեքիաթներն եք դժվար ընկալում։ Երու մնաց ես ամբողջի մասին խոսեմ ձեր հետ ուղիղ խոսքով։ Չի, հնարավոր չի ընկալելը։ Դա ընկալելի չի, դա միայն անհատական մակարդակով ինչ որ առումով ճանաչելու դաշտ է, դեպի մեր ներսում ճանաչելու դաշտն է, բայց էպոսներն ու հեքիաթները շատ կարևոր գործիքներ են այդ ճանաչողության համար։ Եվ շատ ամենահետաքրքրական ու ծիծաղալուն նա է, որ մենք իրականում ապավինում ենք էպոսի, որն է 5 տակարանյան էպոսը, եւ բոլոր կրոններում, ընդունված կրոններում է դա դրված, հերական պատմությունն է էպոսը, բայց ոչ մեկս հարց չի տալիս, լավ, բա ինչի համար չենք սկսում ուսումնասիրել կամ չենք փորձում ճանաչել Հաբեթի կամ Քամի ցեղի պատմությունը, չէ՞ որ իրանք էլ Նոյի հետնորդներն էին, ինչու ենք մենք Սեմի սերնդի պատմությունն ենք դարձրել սեփական, թող սեփականացնեն Սեմի ցեղի կրողները, որոնք են հերատեսակը, շատ լավ է, խնդիր չկա։ Այդ դեպքում, եթե այդ գաղափարը ունենանք, կհասկանանք, որ մենք էլ ունենք եւ ավելի հին պատմություններ ունենք, որոնք ձևավորված են մեր էպոսի տեսքով, եւ սկսենք ճանաչել, կհասկանանք, որ մենք այլ տեսակի կրող ենք, եւ քանի դեռ դուրս չենք եկել սեմական ցեղի պատմությունները ապավինելու դաշտից, չենք գնալու առաջ, մենք հասել ենք այս մեր կետին, քանզի փառք ու պատիվ մեր մեծերին ունեցել ենք այդ պատմողները, եւ իբարս Գարեգին Սրբազանցի եւ մեր մյուս մեծերին փոխանցվել է իրենց կողմից գրառվել եւ փոխանցվել է այս ամենը։ Ի տարբերություն շատ աշխարհի մեծ պետությունների, մենք ունենք հենց այդ պատումների տեսքով նույնիսկ, բայց մենք արհամարում ենք ավելի բարձրացնելով, ավելի ապավինելով մի պատմական գրվածքի տեսակ, որի անուն դրել ենք Աստվածաշունչ, չնայած ասում շատ ճիշտ դրված անուն է, որովհետև արարչախոսք չի դրված,
արարչաշունչ չի դրված, այլ Աստվածաշունչ Արարչագիր չի, այո։ հուշելով, որ ստեղ արարչականության կապ չունենք, այլ աստվածային, այսինքն նյութական դաշտի Աստծո շնչով է գրված, ոչ թե արարչական։ Ուղղակի այդ հուշումն էլ մենք չենք կարողանում հասկանալ։ Եվ մի քիչ կարելի է ուշադիր լինել այլ լեզուներով, որ կոչվում է Բիբլիա, այսինքն գրերի հավաքածու, այդ գիրքը կոչվում է Բիբլիա, գրերի հավաքածու։ Եվ միայն հրեաների մոտ է, որ Թալմուդ, Թորա, Թորան եւ այո, մի քանի 3 մասից է բաղկացած իրանց գիրքը, եւ ամենաաշխարհիկ ձևով գրվածքը դրվել է մեր բոլորի պատմության հիմքում։ Եվ բոլորս ապավինում ենք եւ այդ իրենց պատմությունը խառնում ենք նոր կտակարանյան պատմությունների հետ։ Ամենայն դեպս տվյալ էակը Հիսուսը, որ Քրիստոսացավ, ինքը հենց դրա մասին էր խոսում էր, որ մարդկությունը շեղվել եւ փոխել է իր ուղղությունը եւ գնում է միայն նյութի դաշտով։ Դա իր պատճառներից մեկը, որ ինքը ասում է, ես հիվանդների համար եմ եկել, այլ ոչ առողջների, ասելով եւ ներկայացնելով հենց իրիկած տարածքում դաշտը, որը տվյալ դեպքում իրական դաշտն է, ցույց տալով, որ ամենաշատ նյութական դաշտին տրված տեղում եմ հայտնվել որպես բժիշկ, որ մարդկանց մի քիչ ցույց տամ հոգու դաշտը, հոգու ճանապարհը։ Եթե դա ամենահիվանդ տարածքը չլիներ, ամենանյութականացված տարածքը չլիներ, Հիսուսը այլ տարածքում հայտնված կլիներ։ Որը եւ մինչեւ հիմա այդպես է։ Այդ մանրուքները չենք նկատում, որովհետեւ ինչպես խոսել ենք մեկնությունների եւ թմբիրի մեջ հայտնված մեկնողների միջոցով եկել եմ հասել են այն մեկնությունները, եւ մենք իրենց սրբացնելու շնորհիվ ընդունում ենք, որ սրբերի կողմից է փոխանցված այդ մեկնությունները եւ մենք ինքներս գնում ենք այդ թմբիրի ճանապարհով։ Եթե մենք էպոս գաղափարից ենք խոսում հիմա, էպոսը, ասում եմ, էպոսը ցանկացած հին ազգ ունի իր էպոսը, բոլոր էպոսները իրականում տանում են նույն կետին են հանգեցնում եւ փառք ու պատիվ մեր հայ տեսակին, որտեղ մեր էպոսը ամենահնագույն էպոսներից մեկն է, եթե ոչ ամենահնագույնը, որտեղ բոլոր էպոսները, եթե հնարավորին էպոսները ճանաչում ես, հասկանում ես, որ բոլորը ոնց որ պատառիկներ լինեն մեր էպոսի։ Դա մեր սեփականը չի, բայց մենք երանելիներից ենք, ովքեր այդ տարածաշրջանում գտնվողներից ենք, որտեղ ծնվել է հենց այդ էպիկական տեքստերը, պատմությունները, այսինքն այդքանով ենք մենք կարողը այդ էպոսի։ Դավթի ամեն մեկս մի Դավիթ կարող ենք լինել, մի Մեհեր կարող ենք լինել։ Մենք խոսում ենք բարությունից, խոսում ենք սիրելուց, քարոզելով 5 կտակարանյան գաղափարները, բայց չենք նկատում, որ 5 կտակարանյան աստվածությունը պահանջում է զոհել կողքի ազգերին, բնակչություններին, թալանել, կեղեքել, հարկեր վերցնել կողքի բնակչությունից, կողքի ցեղախմբերից, երկրներից, հարկեր վերցնել։ Մենք իրականում բոլորս դեմ ենք այդ գաղափարներին, բայց ապավինում ենք այդ գրվածքները դեմ լինելով, իսկ մեր էպոսը, մեր բոլոր հերոսները կռվում են հենց այդ հարկի դեմ։ Դա ինչ է ցույց տալիս, որ հարկ վերցնողների գաղափարախոսությունը կամ այդ ցեղատեսակը, ազգությունը մեր հակառակորդ դաշտն է։ Բայց մենք վերցրել ենք հակառակորդ դաշտի պատմություններն ենք դարձրել մեր սեփականը եւ սկսում ենք ապավինել։ Հետաքրքիրը դա է։ Ընդհանրապես մեր էպոս, երբ որ կարդում ենք, տեսնում ենք Դավիթը ամենին ոչ մեկին վնաս չի տալիս այնքան ժամանակ, մինչև հայտնվում են նույն Մսրամելիքի հարկահավաքները, հարկ վերցնելու, որից հետո Դավիթը սկսում է խեղել այդ հարկահավաքներին, նույնիսկ հաղթելուց հետո Մսրամելիքին բաց է թողում բոլոր զորքին, ասելով գնացեք, ուղղակի չգաք իմ հողի վրա,
կռիվ։ Դա ինչ է ցույց տալիս։ Օրինակ, ի տարբերություն 5 կտակարանյան ցեղատեսակի, որը սեմի ցեղի մասին է խոսքը, այնտեղ ոչ թե միայն առաջնորդին են սպանում, այլ բոլոր առաջնեկներին են սպանում, կենդանիների առաջնեկներին են սպանել տալիս, նույն աստվածությունը։ Իհարկե, այդ ամենը խորհրդանշաբար կարելի է դիտարկել, որովհետև դա ցույց է տալիս մարմնի եւ հոգու բախման դաշտը, ինչպես է մարմինը անընդհատ վրեժխնդիր լինում, անընդհատ նախանձոտ լինում եւ ինչքան սերով է լցված հոգին։ Մենք մեր անձնական շփման օրինակով կարող եմ բերել, երբ որ մարդը ինչ որ մի վնաս է տալիս դիմացինին, բայց հետո սկսում է ներողություն խնդրել, մենք իրան ներս է ցանկությունը, հոգու ցանկությունը տեսնելով, մենք մեր ներսի հոգին է սկսում ներ, մեր մարմինը ուզում է վրեժխնդիր լինել, բայց մենք մեր ներսից ասում է կարելիաններ է, որտեղ հոգին միշտ ինքը սիրո գաղափարի կրողն է, իսկ մարմինը միշտ սիրում է նախանձոտ լինել։ Վրեժառու է։ Մեր էպոսը հոգու դաշտի մասին է, աստվածային ծնողների մասին է, մեր մեզ տանում է այդ հավերժության ճանապարհով, իսկ հրեական աստվածաշնչի գաղափարները, որն էլի էպոսի տեսակը, իրական էպոսն է, կրկնել սիրում եմ տվյալ բաները, որտեղ մարդիկ չեն կարող մկալեն, ուղղակի չեն կարող մկալեն, վախենում են էպոս բառից, իրենց թվում է թե էպոս բառը մի վախենալու բան չէ, էպոս բառը իջել վախենալու բան չի, ոնց որ շատ անգամ ասում են հեթանոս բառը եւ խորշում են բոլոր, բայց հեթանոս բառը ընդհանրապես նշանակում է էթնոսը տվյալ ազգի, հիմքը, ակունքը, եթե մենք մեր ակունքից պետք է փախնենք, ուր պիտի գնանք։ Այդպես Սևակ ջան, ասեմ իր խնդիրներով հանդերձ, որտեղ մեր էպոսում չի նշանակում, որ ամեն մի կետը ցույց է տալիս, թե մենք ինչ պետք է անենք, չնայած եւ այո, դա էլ անելու բան է, մեր էպոսի մեջ կան խնդրահարույց կետեր, ցույց է տալիս, թե ինչ չի կարելի անել։ Օրինակ, որ չի կարելի երթմնակող լինել, այսինքն եթե երթում ես տալիս, պետք է պարտադիր քո երթումը կատարես, որի արդյունքը չկատարելու դեպքում լինում է մահը։ Նույնիսկ անմահ էակը կդառնա մահկանացու, եթե քո խոսքը, տղամարդու բերնից դուրս եկած խոսքը չի կատարվում։ Դրա համար հենց Հիսուս ասում է՝ մի երթվեք ոչ մեկի անունով, այլ թող ձեր այոն լինի այո եւ ոչը ոչ։ Տես ինչքան է կապված նոր կտակարանի գաղափարները մեր էպոսի հետ, չնայած որ մեր էպոսը շատ հազարամյակներ առաջ է ավելի ծնունդ առել, քան պետք է Հիսուսը ծնվեր այս աշխարհում 2000 տարի առաջվա մասին է խոսքը, Քրիստոսի գաղափարը չեմ ասում, այլ Հիսուսը, որտեղ շատերս խառնում ենք Քրիստոսին Հիսուսի կերպարի հետ, մինչ Հիսուսի Քրիստոսանալը, որովհետև Քրիստոսը դա հավերժի գաղափարն է, տիեզերքի հարարչականությունը հենց այդ էներգիայի միջոցով է ստեղծվել, էլի, շեշտեմ, որ ավելորդ հարցեր չառաջանան մարդկանց մեջ։ Մեր էպոսը հենց այդ արարչականության մասին է։ Մեր էպոսում հենց հիմքում է ընկած խոսքի կարևորության գաղափարը եւ կա մի չի կարելի հասկացողություն, որ ինչքան կարևոր է քո սերունդը քո տարածքում թողնել կամ քո տարածքում ունենալ, հակառակ դեպքում ինքդ կստեղծես քո իսկ վերջը կամ կծնես քո իսկ մահաբեր էակին, որն էլ արտահայտվում է մսրամելիքի ծնունդով եւ Դավթի ու մսրամելիքի բախումով։ Իհարկե, sense մի քիչ մակերեսային եմ ներկայացնող, որովհետեւ շատ երկար կարելի է խոսել այս գաղափարների շուրջ, եթե ընթացքում կյանքում հարմար լինի հարցերի տեսքով իհարկե կարելի է պատասխան տեսքով խոսել, բայց դրանից առաջ շատ կարևորում եմ, որ ամեն հետևորդ գոնե մի անգամ կյանքում բացի գոնե հավաքագիր տարբերակը ընթերցի, հարցեր դուրս գրի, որպեսզի հնարավոր լինի հարցերի շուրջ քննարկել։ Ահա թե ինչ ասել է էպոս,
մենք էպոս գաղափարից ենք փախնում, այս թվում է բոլորիս, թե դա հորինված գրվածք է, ոչ դա հորինված գրված չի, կամ եթե հորինված է, ուրեմն այնքանով է հորինված, որքանով որ նույն հին կտակարանյան գաղափարները, բայց ինքը հորինվածք չի, ընդամենը ամեն դարաշրջանում կամ ամեն պատմողի կողմից իր ժամանակի համահունչ մի որոշակի պատկերագրում կամ նկարագրման տեսքով է պատմվել, դրա համար ձևավորվել են բոլոր կերպարները, ոնց որ ունեն Դավթի գործողությունները շատ ավելի մեծ անհնարին դաշտից չեն, ինչքանով որ նույն Մովսեսի գավազանը օդ սարքելը կամ ծովի բացվելը, մենք ծովի բացվելը այդ ակնթարթորեն եւ միջով անցնելը ավելի ենք ռեալ ընդունում, քանց այն որ Դավիթ կարող է քորքիկ ջալալին նստել, գնալ Մսրամելիքի հարցերը լուծել ու գալ, մենք ավելի ֆանտաստիկայի ժանրից համարում ենք ու հորինվածք համարում ենք Դավթի գործողությունը, քանց ծովի բացվելը, եւ նա է իրականության դաշտին հարում, եւ նա ուղղակի խորհրդանիշների լեզվով է փոխանցված մեզ, ինչ վերաբերում է հեքիաթներին, հեքիաթները դրանք թե առակները թե հեքիաթները դրանք էպիկական պատմություններից ծնված էլի պատմություններ են փոքրիկ, որովհետև պատմողները շատ անգամ չեն հիշել ամբողջ էպոսը եւ փոքրիկ այդ հատվածի շուրջ ձևավորել են իրենց ժամանակին համահունչ որոշակի պատմություններ, բայց հիմքում պահելով այն նույն գաղափարներից ինչ որ մի կտոր, որը շատ կարևոր դեր ունի մարդու արթնության, մարդու առաջընթացի եւ ինքնաճանաչման համար։ Դա նման է նրան, որ մենք մեզանից ներկայացնում ենք նյութական մեծ մարմին, մեր մեջ ներսում կա մի փոքրիկ լույս, մարդու լույսը, հենց իրական մարդը, բայց այդ փոքրիկ իրական մարդու ձևով էլ կոչում ենք մեր մեծ մարմինը նյութական, դրա համար է կոչվում մարդ, թե չէ իրականում այս նյութը չի մարդ, այլ մեր միջի այն փոքրիկ էներգիան, որին նաև հոգի ենք ասում։ Դրա նման է հեքիաթը իր ներսում ունի այդ լույսը, այդ էներգիան եւ նրան ով աշկ ունի տեսնելու կամ ականջ կունենա լսելու համար։ Ինչ վերաբերում է այն գաղափարին, որ ամենուր թե լրագրողների միջոցով, թե տարբեր դաշտերի մարդկանց միջոցով ամենուր լսում ենք, որ հեքիաթը դա սուտ գաղափար է, կամ ասում ենք սուտ գաղափար, սուտ մի ասեք նախադասության փոխարեն ասում ենք հեքիաթ մի պատմեք, չգիտեմ, մի քիչ դժվար է ուղղակի ասել սուտ մի ասեք, փոխարեն ասում ենք հեքիաթ մի պատմեք եւ այդ նախադասությամբ հանդերձ բոլորին ուղղում ենք այն գաղափարը, որ հեքիաթը դա սուտ պատմությունների շարք է, կեղծիք է, իսկ եթե դիտարկենք այդ ուղղությամբ, այդ դեպքում բոլորը գիտեն, որ եւ իրենց նորածին երեխաներին, փոքրիկ երեխաներին հեքիաթ են պատմել միշտ եւ պատմում են իհարկե այն ընտանիքներում, որտեղ որ նորմալ աճի եւ առաջընթացի մթնոլորտ է։ Եթե հեքիաթը այդքան սուտ եւ փուչ գաղափար է իրենից ներկայացնում, ինչ ենք տալիս մեր փոքրերին։ Մենք մտածել ենք այդ մասին, կամ ընդհանրապես երեխաներին մենք ինչ ենք տալիս միշտ։ Միրգ առնելուց, սնունդ առնելուց փորձում ենք ամենալավը տանք։ Մեզ կպահենք վատը, բայց ամենալավն ենք փորձում երեխային տանք։ Այդ ոնց եղավ, որ պատմության դեպքում ամենասուտն ու կեղծը պետք է տանք։ Չէ, այդպես չի լինում։ Մեզ թվում է, թե հեքիաթը սուտ կեղծ հորինված պատմությունների շարան է եւ վերջ եւ իր մեջ ոչ մի նորմալ բան չի կրում։ Բայց երեխաներին քննարկում ենք հեքիաթներով։ Մենք շատ ճիշտ ենք անում, երբ երեխաներին քննարկում ենք հեքիաթներով, որտեղ դա շատ կարևոր նստվածք է տալիս երեխաների ներսի աշխարհում եւ շատ կարևոր դեր ունի իրենց աճի համար։ Մնում է ինքներս մի փոքր սովորենք նույն այդ երեխաներից, սովորենք այն ազնվությունը, ոնց որ Հիսուսն էր ասում,
Երանի նրան, ով կդառնա մանուկ եւ միայն այդ ժամանակ կարժանանա երկնքի արքայությանը։ Ասել կուզի, որ երանի նրան, ով որ գիտակից տարիքում կվերադառնա դեպի հեքիաթ, ոչ թե հեքիաթը կհամարի սուտ գաղափար, այլ կվերադառնա դեպի հեքիաթ, այսինքն այն պարզ մաքուր գաղափարները, որոնք առաջնորդ կդառնան քո ընթանալիք ճանապարհին։ Իսկ ընթանալիք ճանապարհը մարդու դա դեպի երկնային արքայություն գաղափարն կամ այդ որը հենց մեր ներսն է, այո։ Այս ամենի կողքին կցանկանայի օրինակ բերել մի հեքիաթով, հայտնի հեքիաթով, որպեսզի բոլորին ընկալելի լինի, որովհետև Սևակ ջան, այսքան ասել, խոսել, գովել, կարող է դա ընկալելի չլինի, որովհետև մարդիկ օրինակ են ուզում, եւ ինչի եմ այս հեքիաթը ընտրել, օրինակ Հովհաննես Թումանյանի մշակած Անխելք մարդու հեքիաթի օրինակն եմ հիմա ուզում մեջ բերել կամ արագ կպատմեմ իր շերտերը բացելով, որովհետև բոլորն են ծանոթ այդ հեքիաթին, բայց ամենահետաքրքրական հեքիաթներից է, որ բոլորը սխալ են ընկալում այդ հեքիաթը, որովհետև շատ կարևոր է հեքիաթ կարդալը, բայց ավելի կարևոր է հեքիաթը ճիշտ ընկալելը։ Ասեմ, որ Հովհաննես Թումանյանից սկսած, Ալիշյանից վերջացրած, ոչ մեկ նոր հեքիաթ չի գրել, մեր հայերի մասին չի խոսքը, նույն Պուշկինը, նույն արաբական հեքիաթները, հնդկական հեքիաթները, որ ուսումնասիրում ես, բոլորը ունեն հիմք պատմված եկած հեքիաթների եւ մեր ծանոթ ժամանակակից հեղինակները վերցրել մշակումներ են արել եւ իրենց ժամանակին համահունչ խորհրդանիշներ են նաեւ ներմուծել այդ հեքիաթներում։ Տվյալ հեքիաթը, որը կներկայացնեմ եւ այս ամենը ավելի ընկալելի կդարձնի, Հովհաննես Թումանյանի կողմից մշակված հեքիաթ է, որի մուլտֆիլմը նույնիսկ կա, շատ հրաշալի մուլտֆիլմ, չնայած մի փոքր փոփոխություններով գաղափարական, եւ Թումանյանը, ինչպես Չարենցն էր իդեպ իր բանաստեղծական տողերում թաքնված գիր փոխանցել հայ ժողովրդին, որ ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է, նույն ձևով Թումանյան իր ժամանակներում որոշակի բաներ չէր կարողանում բարձրաձայնել եւ սա այն հեքիաթներից է, որի միջոցով ինչ որ բան փոխանցեց մարդկանց, որ ով աշկ ունենա կտեսնի, ով ականջ ունենա կլսի։ Եվ ինչպես սկսում է հեքիաթը, եթե քո թույլտվությամբ այս հեքիաթը պատմում, ինչպես գիտենք, լինում է մի մարդ, ով իրեն անբախտ է համարում եւ ասում է գնամ Աստծո մոտ, հարցնեմ ինչու եմ այսքան անբախտ, ընկնում է ճանապարհին գայլի է հանդիպում, գայլն հարցնում է ուր ես գնում, ասում է գնում եմ Աստծո հետ հանդիպման, գայլն խնդրում ասում է որ խնդրեմ իմ փոխարենել մի խնդրանք փոխանցես, կասես որ մի գել կա, որ առավոտից իրիկուն լափում է, բայց երևի նույն սովածն է ու նույն սովածը։ Ասում է խնդիր չկա, կփոխանցեմ։ Ճանապարհին հաջորդիվ հանդիպում է մի աղջկա, ով ընտրում է այս մարդուն, ասում է որ գնում ես Աստծո մոտ, ասա որ մի սիրուն, անուր, հարուստ աղջիկ կա, բայց ով անբախտ է, դժբախտ է, ինչ անի որ բախտավորվի։ Եվ շարունակելով ճանապարհը հանդիպում է մի ծառի, որը ասում է խնդրում եմ Աստծուն ասա, որ մի ծառ կա, ով աճում է գետի բերնին, բայց արմատները լինելով թեկուզ ջերի մեջ, միշտ չոր եմ, չորացած եմ, չեմ ծաղկում, ինչ կասի իմ համար։ Այս մեր հերոսը խոստանում, գնում է հասնում Աստծո մոտ, Աստծուն ասում է, գիտես, ասում է ճանապարհին մի ծառ տեսա, որ այսպես բան խնդրեց, մի աղջիկ տեսա եւ մի գայլ հանդիպեց, որը բոլորի խնդրանքները փոխանցելուց հետո Աստված ասում է գնա ծառին, ասա որ իրա, խնդրում եմ ուշադիր լինել, ասում է ծառին ասա որ իրա արմատների տակ ոսկի կա, թող հանեն եւ ինքը կկանաչի, կծաղկի, ասում է աղջկան ասա որ ինքը կամուսնանա, նոր երջանիկ կդառնա, ասում է գայլին էլ ասա որ ինքը անխելք մարդուտի այդ ժամանակ
կկշտանը։ Մի խոսքով մեր հերոսը հետ է գալիս, ասում է իսկ քո բախտն էլ ես քեզ կտամ, դու գնա եւ քո բախտը կստանաս։ Հետ է գալիս, ծառին ասում է, ծառը ասում է դե արի փորի ոսկին վերցրու, իսկ մարդն ասում է չէ, ես իմ բախտն ունեմ, ես այդ ոսկու կարիքը չունեմ եւ շարունակում է ճանապարհը։ Աղջիկան է հանդիպում, աղջիկն ասում է ինչ ասես, փոխանցում է Աստծո ասածը եւ աղջիկն ասում է դե որ այդպես է, արի իմ հետ ամուսնացի եւ ես էլ կերջանկանամ, դու էլ իմ հետ կապրես, ամեն ինչ կա, իսկ մարդն ասում է չէ, ես չեմ ուզում։ Ես ունեմ իմ դրված բախտը, կգնամ իմ բախտի հետևից, շարունակում է ճանապարհը, հանդիպում է գայլին։ Շատ կարևոր է ուշադիր լինել այս հատվածին, գայլին հանդիպելուց, գայլին ասում է, գայլը հարցնում է, ոնց գնացիր ճանապարհը, դու ում հանդիպեցիր, պատմում ես մարդը բոլորի մասին, ասում է, եւ Աստված ինչ ասեց, օրինակ ծառի մասին, պատմում է, աղջկա համար ինչ ասեց, պատմում է, ասում է, իսկ իմ համար ինչ ասեց, ասում է, դե քեզ էլ ասեց, որ միջև անխելք մարդ չուտես, չես հագենա, եւ գայլը ասում է, քեզանից էլ անխելք մարդ եւ ուտում է մեր հերոսին։ Այդքանով հեքիաթը վերջանում է, իհարկե ներողություն եմ խնդրում, երևի որ երկար տևեց գուցե, բայց շատ կարևոր է արագ պատմելս, որովհետեւ մարդկանց մի բան փոխանցելու համար ավելի պետք է կարելի լիներ։ Հիմա հարց, ինչ որ պատճառը այս մարդու անխելք լինելու, ինչու է հեքիաթը կոչվում անխելք մարդ։ Արի մի շատ արագ փորձեմ մի փոքրիկ շերտեր բացելով փորձեմ անկարելի դարձնել հեքիաթի խորքայնությունը, թե ինչ ասել կուզեր Թումանյանը այդ հեքիաթով։ Ում հետ խոսում ես եւ ամբողջ հայ ժողովրդի ով ծանոթ է ամենայն դեպս այս հեքիաթին, բոլորը ընկալում են, որ անխելք է, որովհետեւ ոսկուն տեր չեղավ, աղջկա հետ չամուսնացավ, բանխելք չէր, ինչ էր, ինչ իրեն ընձեռնվեց, ինքը չվերցրեց, այդպես չի, առաջին հայացքից այդպես է, բայց մի քիչ հիասթափացնեմ, որովհետև ամեն ինչ չի, որ առաջին հայացքից մեր կյանքում այնպես է, ինչպես մեզ է երևում կամ մենք ենք տեսնում, որովհետև ցանկացած քայլում, թե աշխատատեղում, թե մեր կյանքում տեսնում ենք, որ խաբուսիկ է ամեն ինչ եւ պետք է մի քիչ ավելի լավ ճանաչել։ Առաջին կարևորագույն փաստը, որը որ այստեղ պետք է նկատենք, դա նա է, որ ամեն մարդ չի, որ արժանանում է Աստծո հետ հանդիպման։ Իսկ եթե մեր հերոսը արժանանում է, դա նշանակում է, որ ինքը բավականին արթուն եւ հոգեոր աճ ապրած մարդու մասին է խոսքը, որը դեմարդեմ արժանի է դառնում հանդիպելու Աստվածային էակին։ Իսկ արդյոք տվյալ մարդուն անհրաժեշտ է նյութական հարստությունն ու ոսկին, որը ծառի տակ էր թաքնված։ Ոչ, որովհետև դա կլիներ իր գայթակղությունը, որովհետև դա գայթակղության խորհրդանիշ էր, որ եթե ինքը վերցներ այդ ոսկին, տվյալ աճ ապրած մարդը վերցներ մի ոսկի, որը իրեն չէր պատկանում, շեշտում եմ, իրեն չէր պատկանում, այդ գործողությունը կտաներ իրեն գայթակղության ճանապարհով եւ ինքը արդեն կարելի ասել իր հոգևոր աճից քիչներ դեպի նյութական դաշտ։ Դա էր պատճառը, որ այդ մարդը հրաժարվեց, կարևոր process-ը նա էր, կարևոր գործողությունը նա էր, որ ծառին տեղյակ պահեց խնդրի խնդրի մասին եւ մի ուրիշ անցորդի ծառը կպատմեր եւ ով որ կարիքը կունենար նյութական հարստության, այդ մարդը կվերցներ, կբավարարեր իր նյութական կարիքներն ու հաջողության կհասներ, իսկ ծառն էլ կսկսեր ծաղկել։ Կարևորը ծառը արդեն գիտեր, ինչ խնդիր կար ծաղկելու համար։ Անցնենք աղջկա դաշտ, երբ հասնում է աղջկան, հրաժարվում է ամուսնանալուց, որովհետև առաջին հերթին տվյալ մեր հերոսը իրականում չի նշված, որ սիրեց այդ աղջկան, իսկ ամուսնանալ հանուն հարստության մենք ոչ մեկս չենք ընդունում։ Եթե մենք իմանանք, որ մեր բարեկամը, հարևանը կամ ընկերը ամուսնացել է հանուն հարստության չսիրելով, կքարկոծենք, բայց դեպքում ոնց ենք հեքիաթին նայում այն աչքերով, որ անխելք էր մարդը, որ այդ
առիթից չօգտվեց, ամենևին էլ անխելք չէր, որտեղ շեշտեմ ինքը այն արժանավորն էր, որը արժանացել էր Աստծո հետ հանդիպման։ Եվ հետո գայլի մոտ ինչ է տեղի ունենում, ի տարբերություն աղջկա եւ ծառի, գայլը միակներով հարցնում է ճանապարհին ելում հանդիպեցիր։ Եվ մարդը պատմում է ողջ ճանապարհին հանդիպած անցքերն ու պատմությունները, թե ում համար ինչ էր ասվել։ Որից հետո միայն գայլը ասում է քեզանից անխելք մարդ չկա եւ ուտում է։ Թումանյանի փոխանցած հեքիաթը մեզ ինչ է ցույց տալիս, որով Թումանյանը իր ժամանակներում արդեն տեղյակ էր թուրքական գորշ գայլեր խմբավորման նոր ստեղծման այդ գաղափարների մասին եւ գայլի խորհրդանիշը Թումանյանը ներկայացրել էր որպես թուրքական այդ խմբավորման գաղափարախոսության մեջ էր ներկայացրել, այսինքն Թումանյանի ժամանակները մենք պատկերացնում ենք ինչ էր կատարվում եւ բարձր չէր կարող խոսել այդ մասին, հեքիաթով ինքը ցույց էր տալիս, թե ինչ ուժի հետ գործ ունի տվյալ մեր հերոսը։ Հերոսը դա հայ մարդու կերպարն էր, ով որ հոգևոր դաշտի ներկայացուցիչ էր, ով որ այո, արժանի է լինում աստվածային միակների հետ հանդիպման, բայց որն էր իր անխելքությունը, որ չնկատեց, որ գայլը իրեն փորձության ենթարկեց եւ ողջ իր անցած ճանապարհին հանդիպած բոլորի գաղտնիքները իմացավ գայլը, որը ամբողջ կյանքում լափող էակն էր եւ ամբողջ այդ մարդու ճանապարհը, կյանքը, անելիքները եւ ճանապարհին հանդիպած բոլոր էակների գաղտնիքները իմանալուց հետո, որը բացվեց իր առաջ եւ կարող էր հեշտությամբ արդեն տիրանալ բոլորի ունեցվածքին, դրանից հետո արդեն հոգևորի կրող մարդը իրեն խանգարող պետք է լիներ եւ այնքանով էր անխելք, որ չնկատեց, թե ում հետ գործ ունի, որ իր դիմացը հավերժ լափող գայլն է եւ այո, եւ այդ գայլը կուլ տվեց տվյալ էակին, այսինքն Թումանյանի ուղարկած մեսիջը կամ այսպես ասած թաքնա գրական շերտը նրա մասին էր, որ ուշադիր եղեք ձեր կողքի այն թուրք գաղափարից, թուրքերից կամ այն գայլերից, ովքեր կարող են հոշոտել ձեզ, կարող եք շփվել հետը, կարող եք ճիշտ բանակցել, տալ իրան օգտակար լինել պետք եղած ժամանակ կամ տալ այնքան ինչքանով որ կզգաք պետք է, բայց ոչ ավելին ձեր անձնական կամ ձեր ընթանալիք ճանապարհի բոլոր գաղտնիքները չի կարելի բացել, այսինքն մեր ժամանակներում ասած սահմանները չի կարելի բացել հավերժ լափողի առաջ, հակառակ դեպքում դու կդառնաս անխելք մարդը եւ կհափշտակվես։ Ահա թե ինչքան ակտուալ, օտար բառ պետք է օգտագործեմ, որ շատ տեղին է տեղյալ դեպքում։ Շատ արդիական, շատ դիպուկ նկարագրական եւ շատ ակտուալ, երբեք չհնացող հեքիաթներից է, որ իր մեջ պարունակում է շատ կարևոր շերտ։ Իդեպ ասեմ, Թումանյանը հենց այդ իր թաքնված շերտերի մասին էլ հուշում ունի գրած, թե ինչի համար է այդպես մշակում արել եւ չէր կարողանում բարձրաձայնել, որովհետեւ իրան շատ հետեւող աշկեր կային այդ ժամանակներում։ Լավ գիտենք ինչ ժամանակներ էր։ Ահա օրինակ բերեց մի փոքրիկ բոլորիս ծանոթ հեքիաթներից մեկով իր շերտով, ինչի համար հենց այս հեքիաթը ասում եմ, որովհետեւ դա ավելի կարելի կլներ եւ մեր ներկա ժամանակների մասին է նաեւ խոսում։ Պատկերացնես ինչքան հեքիաթներ ունենք, 18 հատոր տարբեր բարբառներով հեքիաթներ ունենք։ Մենք ունենք փառահեղ էպոս, որը կողքի դրած համարում ենք սուտ գրվածքներ եւ ապավինում ենք հերական էպոսը, որը վատը չի, բայց մերը չի։ Պետք է ճանաչել պարտադիր, ոչ թե անգիր անել եւ կուրորեն ընթանալ այդ ճանապարհը, որ պետք է ճանաչել, շատ կարեւորում եմ ճանաչել, որտեղ այդ ճանաչած չլինեի չէի խոսի այդ մասին, այդ
հին կտակարանը շատ կարևոր բան է ճանաչելը, կարդալը, դեմ եմ, որ ասում եմ, մի կարդացեք, բայց Ուղղակի մի վերցնել, աշխատանք դարձնել քոնը, ապավինել դա, ով կամենում է թողանի, դա հայ տեսակի ու ճանապարհը չի, մեր մեջ պետք է հակառակը մեծացնենք, ծնենք, մեծացնենք մեր Դավթին, մեր Մեհերին, Սանասարին, Բաղդասարին, մեր ջոջերին, վերցնենք ընտանիք գաղափարը, որը շատ կարևոր դրված է հենց մեր էպոսում, մեր էպոսի անուններից մեկը ջոջաց տուն է կոչվում։ Եվ գայլերին մեր գանձերի տեղը չասենք։ Իհարկե, հենց մեր ջոջաստան պատմության մեջ, մեր էպոսի մեջ այդ մանրուքների մասին շատ լավ նշվում է, ասեմ կրկնվելով, որտեղ ուրիշ հանդիպման ժամանակ ասել եմ, նույն մեր էպոսում կա մի օտարածին կերպար, որը հենց հերյա է եւ Սառա անունով կին արմատ է, բոլորս գիտենք, որ հրեաներում կանացի իշխանությունն է, դրա համար է հենց այդ կերպարը Սառա անունով եւ կին այնտեղ նշվում, որն էլ ձենով օհանի կինն է հանդիսանում եւ միակն է ամբողջ էպոսի մեջ, որը փորձում է մեղքի մեջ գցի մեր էպոսի հերոսին, որն էլ Դավիթն է եւ տեսնենք Դավիթը չի մեղավոր դառնում, չի գայթակղության գնում, փորձում է Դավթին, արքայածին Դավթին վերածել հովիվի, այն դեպքում, երբ որ մեր էպոսից ազդված իրենք իրենց պատմության մեջ ստեղծեցին իրենց Դավթին եւ իրենց հովիվ Դավթին դարձրեցին արքա։ Գողիաթին հաղթող։ Այո, ինքս չեմ ուզում ավելի մեծարեմ այն ինչ որ մենք ունենք, որտեղ ամեն մարդ թող ինքը կարդա, ինքը ճանաչի, նոր հարցերի տեսքով կպատասխանեմ, բայց շատ կարևորում եմ, որովհետև դա նման է մի բանի, Սևակ ջան, որտեղ արդարացումներ շատ եմ լսում, ասում են, բայց մերը սենց է, մերը նենց է, հա, չճանաչելու պատճառով, դա նման է մի բանի, որ քո երեխան ունի որոշակի բնավորության խնդիրներ, որի հետ դու համահունչ չես, եւ թե սնունդը, թե ուտելիքը, թե նվերները, թե ամեն ինչ առնես տանես հարևանի երեխային տաս, որը քեզ ավելի դուր է գալիս իր բնավորությունից, այդպես չի լինում, չէ՞։ Դու անկախ ամենից քո երեխային սիրում ես, պահում ես, որովհետև դա քոնն է, փորձում ես շտկել, փորձում ես ավելի ճանաչել, հասկանալ իրան։ Մեր պատմությունը, մեր էպոսը, մեր ծննդականներ մենք պիտի սիրենք, բայց մենք հարևանինն ենք դարձնում մերը, հարևանի երեխուն ենք, ասում են հարևանի հարսը քաղցր է, հարսի դեպքում, չնայած հերաների դեպքում, քանի որ կանացի իշխանությունը այդ հարսի պահը երևի լավ է ստացվում, բայց մի քիչ արդարացի չի, որովհետև մենք մեր կործանման պատճառն ենք դառնում, բարձրաձայն ասում եմ, մեր կործանման, եթե վաղը միսօր գնալու ենք ավելի կործանման, մեր ամեն մեկից ներսում է այդ պատճառը, որովհետև մենք մերը չենք սիրում, մերը դարձնում ենք սուտ գաղափար, բայց ընդունում ենք կողքինի էպոսն ու գաղափարը որպես իրականություն, ամբողջ մուսուլմանական դաշտն է դրանով ողողված, ամբողջ քրիստոնեական դաշտն է դրանով ողողված, որտեղ լավ մեծ գործիք օգտագործվեց, այնպես գործիք, որ բոլորը խոնարհվում են այդ էպոսի առաջ, որն է հերյական էպոսը, ընդամենը օգտագործվեց այդ փոքրիկ գործիքը, որը պատահական գործիք չի, որ շատ կարևոր դեր է խաղում, որին ճանաչելը շատ կարևոր է եւ այդ ամենը ինքնաճանաչման մի հատված է։ Դարերի վեր շատ ջանք են թափել, որ դա հենց տենց էլ ընկալվի մեր հայ ժողովրդի կողմից, Դավիթ ջան, որ սա դառնա դոմինանտը հայի համար եւ մենք հրապուրվենք հարևանի հարցներով եւ ուրանանք մերը։
Սևակ Դե ջան, դու կարծում եմ որ շատ լավ տեղյակ ես այդ մասին։ Սևակ ջան, մենակ հայերը չէ, ողջ աշխարհի մասն է, մեզ Արի դե չապանցնացնենք ամբողջ մեզանից աշխարհի։ եկավ sense գնաց վերցրեց ալիքը տարավ էլի։ Այդպես Սևակ ջան, դրա համար շատ կարևորում եմ այն ամենը, ինչ որ տվյալ ազգ ունի, որ պետք է դա սկսի ճանաչել։ Չինացիները օրինակ ինչքան կարևոր է իրենց մշակույթը, ճապոնացիները իրենց մշակույթը շատ առաջնարի տեղում են դրել եւ դրա համար իրանք մեծ խոսք ունեն այս աշխարհում ասելու այսպես ասած եւ շատ կարեւորում է որ մենք էլ վերադառնանք մեր պատմական մեր մշակույթին ճանաչենք եւ գնահատենք միայն ուղղակի կարդալով չէ գնահատել է պետք այն ինչ որ մենք ունենք գնահատենք եւ սիրենք մեր որդուն մեր երեխուն մեր պատմությանը որովհետեւ մեր ծնողին Մեր հողն ու ջուրը։ մեր էպոսը, մեր էքյաթները այնքանով են սուտ, ինչքանով մեր ծնողներն ու մեր երեխաները, իսկ այնքանով են սիրելի, ինչքանով մեր երեխաները, ծնողները, մեր ազգականները, ընտրությունը մերն է, այնպես որ թե հետևորդներին, թե ընդհանրապես ով կլսի, խնդրում եմ, հորդորում եմ, եթե ցանկանում եք ասել ինչ որ մի բան սուտ է, ասեք ուղղակի տվյալ բանը սուտ է, ոչ թե ասեք հեքիաթ է կամ հեքիաթներ մի պատմեք։ Դժբախտաբար լսում եմ շատ փառահեղ հայանպաստ գործանող մարդկանց բերանից, որտեղ դա դարձել է արդեն սովորություն։ Ուղղակի խնդրում եմ դուրս եկեք սովորության դաշտից, վերջիվերջո սովորությունը դա մտցնում է մեզ թմբիրի մեջ, եւ եթե փորձում եք հայանպաստ ինչ որ խոսք ասել, գործ անել, գիտակցեք, հիշեք, որ ձեր ամեն մի բառն է կարևոր եւ ամեն մի բառը կարա վարակիչ դառնա եւ ասելով որ հեքիաթը դա ստուտ գաղափար է, ասելով որ հեքիաթներ են պատմում ի նկատի ունենալով կեղծիքը, դուք դրանով ավելի գովազդում եք այն գաղափարը, որ հեքիաթները դրանք սուտ գրվածքների շարաններ են եւ ավելի վատ բաներ կունենանք, քան որ ունենք։ Խնդրանքս դա է, խնդրանքս նա է, որ փորձենք ճանաչել, սիրել եւ սիրելով փորձել ճանաչել այն ինչ ունենք ու ահագին բան կփոխվի ձեր կյանքում։ Հավատացում եմ, որ կփոխվի։ Այդքանը շնորհակալ եմ Սևակ ջան այս հարցի համար, որտեղ երևի սպասում էի նաև այս մասին խոսելու, առիթ հանդիսացավ, շնորհակալ եմ, որ Ես եմ շնորհակալ։ տվեցի։ Դավիթ ջան, հենց մեկը նաև այդ հեքիաթի Թումանյանի Անխելք մարդու հեքիաթի մեկնությունը, որ տվեցին, ինձ համար էլ էր զարմանալի, չէի խորացել այդ ուղղության վրա, գլուխ սավասնելու, այո, որովհետև հենց Գայլի նույն հենց նոր կտակարանում ասվում է, որ Գայլ գառան մորթով նրանք հափշտակող գայլեր են, եւ հենց Թումանյանը պատահական չէր, որ այդտեղից էր նաև վերցնում, եւ ի վերջո այո, հենց իրենք որ նայում ես իրենց գենոֆոնդը, իրենք այո այդ լափող գայլն է եւ երբեք չեն կշտանում։ Հիմա մենք որ տեսնում ենք մեր հարևաններին, այս սառնին է, ամեն ինչը մերն է, նրանք երբեք չեն ասի բավարար է, այսքան ունենք հերիքա։ Նրանք միշտ ցանկանում են ավելին, որտեղ նույն նյութի դաշտն է եւ այդպես է մարմնի կողմից խապված մարդը, երբ որ չգիտի իր հոգու տեղը, ես չեմ հերքում մարմինը եւ չեմ հերքում այս կյանքի բարիքներով, բայց միայն գնալ միաբևեռության, մենակ այդ կողմը, դա իհարկե նսեմացուցիչ է տվյալ հենց հոգու համար, որը գտել է կյանք այս մարմնի մեջ, որպեսզի քեզ էլ դարձնի ինքնաճանաչ եւ լույսին բերի, ամբողջացնի։ Շնորհակալ եմ շատ երախտագետ եմ եւ այո մեր խնդիրներից մեկը հենց նա է որ մենք մերին տեր չենք կանգնում եւ մեր աչքերը միշտ դուրսն է ուղված իսկ դրա կազման գործում շատ լուրջ ինստիտուտներ աշխատեցին որ այդ սեմական ժողովուրդների էպոսը դառնա հայրի սեղանի վրա դրված աստվածաշունչ անունով միակ ճշմարտությունը
Եվ խնդիրը նաև նրանում է, որ մեր էպոսները չեն կոչվել Աստվածաշունչ, այդ իսկ պատճառով շատերը ասում են, բա ինչի մեր էպոսները չեն կոչվում Աստվածաշունչ, ուրեմն մերը սուտ է, այս է կոչել Մաշտոց Աստվածաշունչ, հետևաբար սա է գրերի գիրը։ Շատ զգացված եմ, հուսով եմ այս խոսքը, որ Արարչի կամքով եղավ այս զրույցը, օգտակար կլինի մեր դիտորդների համար, եւ քանի որ դու նշեցիր, որ պատահական ոչինչ չի լինում, ուրեմն սրա անհրաժեշտությունը կար, որ այս եղանակով քո խոսքը հնչեր եւ շատերի հոգիներին մի խոսքով կարծում եմ, որ դա պիտանի է նաեւ արտնության կողմանը։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, շատ հետաքրքիր եւ բովանդակալից զրույց տեղի ունեցավ Դավիթ ջան եւ հուսով եմ այն շարունակական կլինի։ Ապրես։ Դարձ շնորհակալ եմ Սևակ ջան, հուսամ ամեն ինչից խոսեցինք, ամենայն դեպս իմ համար շատ կարևոր դաշտ է, ոչ թե հեքիաթը կամ էպոսը, այլ շատ կարևոր է, որ մենք ուր ենք գնում, իսկ հեքիաթներն ու էպոսները այդ մեր ճանապարհին ամենաօգնող գործիքներից մեկն է, սկզբնական գործիքներից շատ կարևոր, որից հետո նոր կարող ենք խոսել ավելի խորքային դաշտերից, շատ անգամ թե զանգահարությամբ, թե գրառումներով հարցեր են ուղղում, ուզում են հասկանան տիեզերքի, հոգու եւ այլ ինչ-որ բաների մասին, բայց չսկսած հեքիաթի կամ էպոսի ճանաչումից մի քիչ դժվար կլինի ընկալումը շատ բաների։ Սա հրաշալի սկիզբ է եւ ասեմ ճանապարհ մի երկար հատված տանող գործիք։ Այնպես որ հուսամ անիմաստ տեղը չի լինի այսօրվա մեր հանդիպումը, հուսամ արձագանքները մարդկանց բավականին լավ կլինեն, շատ կկարևորեմ մարդկանց գրառումները, եթե իրոք հետաքրքիր է թող արտահայտվեն, եթե հարցեր կա թող արտահայտվեն, անհանգստացնող բաներ կա թող արտահայտվեն, որ մենք էլ հասկանանք ինչքանով է իմաստ տալից խոսել այս ամենի մասին կամ ընդհանրապես մեր հանդիպումները ինչքանով է կարևոր մարդկանց համար։ Շատ կարևորում եմ ինչու՞ չէ թող վարակի պես տարածվի այս ամենը, եթե հավանում են, եթե գտնում են, որ շատ կարևոր դեր ունի մարդու կամ ընդհանրապես հայ տեսակի կյանքում, ուրեմն պետք է ամեն ձև վարակի պես տարածվի։ Մենք ավելի հեշտությամբ կարող ենք տարածել Facebook-յան կամ TikTok-յան անիմաստ գրառումներն ու կարճ վիդեոները, բայց ոչ ճշմարիտ խոսքը։ Եթե ցանկություն կա, թող տարածվի, թող հարցերով կիսվեն, գաղափարներով կիսվեն, ուրիշ հանդիպումների ժամանակ եզև չեմ ասել, բայց ես շատ կարևորում եմ, որպեսզի հասկանամ ինչքանով էր մեր լսողների, մեր լսող հանդրության, մոտ մի հարազատ բան առաջացավ, ինչքանով ինչ-որ մի հարազատ բան առաջացավ, թե ուղղակի դա էլի խորթ բան է իրենից ներկայացնում, արժի ընդհանրապես խոսել ճշմարտությունից, թե չէ, ոչ պետք է հուսալ, ոչ պետք է վստահ լինել իրականում, այլ ուղղակի պետք է անել, Այո, խոսքը դառնա գործ։ ապա շնորհակալ եմ Դավիթ ջան, ամենայն հարգանքս քեզ եւ մեր լսարանին, միշտ նոր հանդիպում, ցտեսություն։ Հաջողություն։